Եվ այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. եւ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է եւ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետեւ մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն։ Բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուց զուգահեռ մենք ինքներս պետքա մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը, եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր Փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից։